Հբարդություններ շնչող հայոց սպանագի ստեղծման ակունքներում մեջ կանգնած էին գամավորական չոգատները։ Նման չոգատները մեգուն գազմի մեջ ընդգրկվելով Բրոշյան Ավանեն Արցախ հասավ Պետրոս Ղևոնդյան։ Շուշի առանցնագի Կումարդագի փոխհրամանատարը քնած մինչև վերջ։ 19 տարիներ արդեն անցան Բեդոյի մահվան։ Անոր մարդական ընկերները դարիներ ետ դարձյալ եկան իրենց հրամանատարին այցելության, Բեդոյի շիրիմը ուխտադեղի է։ Ով էր Բեդոն։ Սովորական թե անսովոր երդասարտը, որ Բրոշյան Ավանեն հասած էր Արցախ ու հայրենիքի ամեն գդորի համար գյանքի ու մահվան գրիվ մղած։ Փոքրամարմին, բայց մեծ ոգիով, ուժեղ գամքով ու հզոր նգարակիրով, այսպես կհիշեն Բրոշյանցի Բեդոյին ընկերները, որ ամեն տարի փետրվար 14-ին կհավաքվին անոր շիրիմի մոտ։ 1994-ին այս օրն էր, որ Սրխավենտի բարձունքին վրա վիրավոր զինվորին բادرազմի տաշտեն դուրս բերելու ընթացքին Շուշի առանցնագի Կումարդագի փոխհրամանատար Պետրոս Ղևոնդյանը զոհվեցավ հագարագործի ագանի բայթումեն։ Բեդոյի ճանապարհը Արցախյան մարտադաշտերուն վրա սկսած էր ազատամարտի առաջին օրերեն իսկ այդ ժամանակ Հայաստանի դարբեր շրջաններեն գամավոր խումբեր կհավաքվեին, որոնց դաշնակցության չոգատներ կգոչեին։ Բեդո գրվող ազատամարտիկներու ոգին ամուր կբայր։ Ան ոչ միան մշակեց Օմարի Լեռնանցկի ազատագրման դժվար ծրագիրը, այլ նաև իր Կումարդագով առանց զոհդալու իրականացուց ձայն։ Բեդոն իսկական ընկեր էր, քաչմարդիկ ու հրամանատար։ Անմիշտ առաջին շարքի վրա էր Էլլատ բրոցի մեջ ըմշամարտի մրցումներուն ընթացքին, ինչպես նաև բادرազմի տաշտին վրա թշնամի առաջ։ Այն ժամանակ ինչպես նաև հիմա Բեդոն իր ընկերներուն համար կմնա հայրենասիրության խորհրդանիշ։